Եթերում զինուժն է, մենք ամփոփում ենք շաբաթը, բարև ձեզ։ Առաջարկվող բանակային թեմաների մասին նախամարոտ։ Հերթապահություն անկախ եղանակի ստեղծած դժվարություններից զինուժը եղել է բարձր լեռնային գոտում տեղակայված բանակային դիրքերում։ Գործնականում կիրառել տեսականը ճամբարային հավաքի են մեկնել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտները։ Զորամասերում խմելու ջրի և սննդի ստուգում, զորքերում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, անդրադարձ ծառայության աշխատանքներին։ Եվ տարին մեդալաշատեր զինված ուժերի համար զինվոր մարզիկները ներկայացնում են աշխարհի և Եվրոպայի առաջնություններում գրանցած իրենց հաղթանակները։ Թողարկումը սկսենք հանրապետության բարձրադիր շրջաններից, հարավային լեռներում տեղումները գրեթե չեն դադարում, ջերմաստիճանը չի բարձրանում, փոխվում են եղանակային պայմանները, անփոփոխ է զինծառայողների առօրյան ու հերթապահությունը։ Մայրաքաղաքում ցածրադիր շրջաններում ձմեռը առայժմ տեսանելի չէ, մինչդեռ բանակային բազմաթիվ դիրքերում խոր ձմեռ է, իր ամբողջ ներկապնակով։ Այդուհանդերձ մեր դիրքապահներն իրենց ծառայությունը կազմակերպում են սահմանված կարգով և ժամանակացույցով։ Նաիրա Համբարձումյանն է վերադարձել բանակայինների ամենաբարձր գագաթներից։ Որքան հեռանում ենք բնակավայրերից ու հետսետ է մոտենում բանակային դիրքերին, փոխվում են գույները, օդի ջերմաստիճանն ու անգամ տրամադրությունները մեքենայի խցիկում։ Եվ ահա դեպի սահմանագոտի տանող ճանապարհին, երբ մեզ տեղափոխող ամենագնացն անգամ չի կարողանում հաղթահարել բարձունքի ոլորանները, օգնության է հասնում թրթուրավոր մեքենան։ Թեև հատկապես այս օրերին մշտապես ինժեներական հատուկ տեխնիկական միջոցներով դիրքային, միջդիրքային և հատուկ նշանակության ճանապարհների շուրջօրյա ձնամաքրման և սպասարկման աշխատանքներ են իրականացվում, շահագործվում են նաև թեթև զրահապատ թրթուրավոր տրանսպորտային միջոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում օգտագործվում են նաև հերթափոխներն առավել անվտանգ կազմակերպելու համար։ Փոխգնդապետ Աշոտյանի ենթակայությամբ ծառայություն իրականացնող ստորաբաժանումն արդեն մի քանի տարի անընդմեջ լավագույնն է ճանաչվում։ Եվ ահա առաջիկա բանակային դիրքում մեզ լավագույն ստորաբաժանման, լավագույն զինծառայողներն են դիմավորում։ Մինչ հրամկազմը տեղում սահմանագծի իրադրությանն է ծանոթանում, ազատ հերթափոխի տղաները հյուրընկալի հաճելի ջերմեռանդությամբ արագ թեժացնում են վառարանն ու փայտի ճարճատյունին խառնվում է թեյնիկի սուլոցը։ Հերթափոխից վերադարձող անձնակազմի հետ մենք էլ մի բաժակ տաք ըմպելիք ենք վայելում։ Մինչև ծառայության անցնելը զբաղվել եմ ուսումով և երաժշտությամբ, երաժշտական մասնագիտությունից դաշնակահար և կոմպոզիտոր, սովորել եմ արտեկում, երաժշտությունը, բայց հետագայում փոխել եմ ուղղությունը և ընտրել եմ իրավաբանության ուղին։ Կյանքի մի առանձնահատուկ դպրոց էլ ծառայությունն է և ամեն տղամարդու կյանքում պարտադիր էտապ է, քանի որ կոփում է տղամարդուն, այն դժվարությունը, որ տղամարդը առնչվում է բանակում, այդ դժվարությունները քաղաքացիական կյանքում ոչ մի բնակավարում չեն հանդիպում։ Մի լավ արտահայտություն կա, ասում եմ, բարդ ժամանակները ուժեղ տղամարդկանց են ստեղծում, իսկ ուժեղ տղամարդիկ լավ ժամանակներ։ Տղաների ջերմ ժպիտներն ու փայլող աչքերը նախատոնական այս օրերին անկյունում զարդարված տոնական ծառը մի պահ մոռացության են տալիս, որ ավելի քան 3000 մետր բարձրության վրա ենք։ Ծառայությունը օգնելու է մի քիչ կյանքին ավելի ռեալ աչքերով նայել, հրաշալի մարդկանց եմ հանդիպել, ումից շատ բան եմ սովորել ու վերջին մի տարվա ընթացքում նաև շատ հպարտություն եմ զգացել։ Արդեն մի փոքր ընդարմացած ստորաբաժանման հրամանատար գնդապետ Ավետիսյանի ուղեկցությամբ ծանոթանում ենք պաշտպանության շրջանում իրականացված ինժեներական աշխատանքներին։ Կահավորվել է ամբողջությամբ 0-ից առաջնագիծը, կահավորվել է խրամատաբջիջներ, խրամաճեղքեր, ձմեռը մոտենալուն պես սկսել ենք նախապատրաստվել ձմեռվան, տեղավորել ենք փայտը, ընձեսնունդը, աշխատանքները շարունակվում է դեռ։ Ցույց տաք։ Իհարկե, խրամաբջիջները ամբողջությամբ նոր են կահավորվել, փակ խրամատաբջիջներ, առաջնագիծը ամբողջ ճակատով կահավորվել է գաբիոններով,
Հատկապես տարվա այս ժամանակահատվածում բանակային դիրքերում իրադրությունը վերադասահմանատարության խիստ վերահսկողության ներքո է։ Ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի հերթափոխներն իրականացվեն հավուր պատշաճի, գետնատնակների կահավորանքից սկսած վերջացրած անձնակազմի հանդերձավորումով եւ խրամուղիների մշտական ինժեներական սպասարկումով։ Այսպիսի պայմաններում հերթափոխ կատարելիս մեկս մեկին վստահում ենք եւ սա մեծ փորձառություն է։ Սա նաեւ հոգատարություն է ու երևի թե հենց հայրենասիրությունը։ Պետական սահմանի պահպանությունը խիստ պատասխանատվություն է։ Յուրաքանչյուրս են գիտակցում այս ամեն ինչը եւ պատրաստ ենք ազնվաբար պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։ Ստորաբաժանման հրամանատարը ողջ տարվա ընթացքում իրականացված աննախադեպ ծավալի աշխատանքների արդյունքներն է ցույց տալիս, ինչի շնորհիվ այսօր պետական սահմանի պահպանությունը իրականացվում է պատշաճ մակարդակով, միևնույն ժամանակ դիրքապահի ծառայության իրականացման համար անհամեմատ նպաստավոր պայմաններում։ Իհարկե, քիչ անսովոր է, բայց այսպիսին է կյանքը սահմանին։ Եվ ամեն անգամ ենք համոզվում, այստեղ ամեն ինչն է այլ։ Զգացումներն ու ապրումները, հույզերն ու դրանց ընկալումներն էլ այստեղ այլ են։ Այստեղ է, որ լի իրավ, տեր ու ծառա են գերագույն գլխավոր արժեքին՝ Հայաստանի Հանրապետությանը։ Նաիրա Համբարձումյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուժ։ Զորակոչվել ես բանակ ու մտածում ես ինչպես է անցնելու կյանքիդ նոր շրջափուլը։ Հնարավոր է արդյոք ծառայել Հայաստանի Հանրապետությանը ու միաժամանակ բարձր աշխատավարձ ստանալ։ Ծառայելուն զուգահեռ բարձրագույն քաղաքացիական կրթությամբ զբաղվել։ Հաճախակի լինել տանը, ընտանիքիդ կողքին։ Զորացրվելիս էլ տուն վերադառնալ 5 միլիոն դրամ պատվովճարով։ Այո, այդ հնարավորությունը քեզ տալիս է Պաշտպան հայրենիաց ծրագիրը։ Սա ժամկետայինից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու բացառիկ հնարավորություն է յուրաքանչյուր նորակոչիկի համար։ Ցանկություն հայտնիր պայմանագիր կնքել 5 տարի ժամկետով եւ կծառայես բնակությանդ վայրին մոտ զորամասում, կստանաս բարձր եւ երաշխավորված աշխատավարձ, իսկ հատեստավորման արդյունքում նաեւ աշխատավարձդ բազմապատկելու հնարավորություն։ Եվ սա դեռ ամենը չէ։ 5 տարի անց պայմանագրի ժամկետի ավարտին կստանաս ուշադրություն 5 միլիոն դրամ պատվովճար։ Գումարն էլ կտնօրինես ինչպես ուզում ես։ Հետաքրքրեց, ուրեմն կատարիր քո ճիշտ ընտրությունը հենց հիմա։ Տարին ավարտվում է, ուսումնական փուլը նույնպես աստիճանաբար մոտենում է ավարտին։ Մինչև այդ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ անցկացնում են դասեր, մարզումներ եւ հավաքներ։ Զինուժը ներկայացնում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքի մանրամասները։ Ապագա սպաներն այս օրերն անցկացնում են զորավարժանում, ժամանակն է տեսականորեն սերտած է գործնականում կատարել, ցուցադրել կարողությունները եւ փորձ ձեռք բերել։ Ներսես Իվանյանն է հետևել ակադեմիայում սովորողների դաշտային մարզումներին։ Մինչ ավարտական կուրսի կուրսանտները ականանետով մեկը մյուսի հետևից խոսում են ուսումնական թիրախները, մյուսները դեռ ծանոթանում են խնդրի կատարման կարգին ու անվտանգության կանոններին, դասախոսական կազմի աչալուրջ հսկողության ներքո վարում են իրենց առաջին հրացակությունը։ Այս շաբաթ զինված ուժերի զորավարժաններից մեկում մեկնարկեց ռազմական ակադեմիայի կուրսանտների ճամբարային հավաքը։ Նախ առաջին այդ կուրսանտական անձնակազմը կատարելագործում են իրենց կամային հատկությունները, որակական բարձր ցուցանիշներն են դրսևորում անկախ եղանակային պայմաններից, անկախ իրավիճակից, օրվա ժամից եւ շատ կարեւոր հարցերից մեկը նա է, որ արդեն նրանք ակադեմիայում ստացած իրենց տեսական հմտությունները կիրառում են այստեղ մարտական հրաձգություններով տարբեր զինատեսակների սպառազինության վրա։ Ամեն ինչ անելու եմ, որ բոլորին ցույց տամ, որ ես արժանի եմ սպա լինելու ու սեռը կապ չունի։ Հավաքին ներգրաված կուրսանտ Ավետիսյանը փոքրուց իրազեր է սպա դառնալ, ուսանել է Մոնթե Մերկոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, համալրել է ակադեմիայի կուրսանտների շարքերն ու 4 ամիսն է, ինչ անում է առավելագույնը, լավագույնս հյուրասիրելու համար հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը։ Բոլորիս նպատակն է հայրենիքին ինչ-որ ձև օգտակար լինելը ու ամենաօգտակար բանը, որ ես կարող անեմ իմ հայրենիքին, է ծառայեմ հայրենիքիս։ Առաջին հայացքից փխրուն, սակայն վճռական ու համառ Ձյաննան նկատում է, ոչինչ ունակ չի իրեն հետ բայելու ռազմական գործը լավագույնս հյուրասնելու խնդրից։ Մարտավարություն ենք անում տարբեր պայմաններում, կրակային պատրաստությունը, ամեն փորձություն մեզ տանում է այն ճանապարհին, որ մենք ավելի ենք նվիրվում մեր գործին ու դրանով հանդերձ ավելի ենք կատարելագործվում։
Առասարակ խոսելով աղջիկների, տղաներին հավասար ռազմական գործը յուրացնելու պատրաստակամության մասին, ճամբարային հավաքին ներգրաված աղջիկներն ասում են, գեղեցիկ սեռին վերագրվող նախկին կարծրատիպերը վաղուց արդեն հաղթարված են։ Բոլոր կարծրատիպերը կոտրելու համար ես արդեն 4-րդ տարին է ինչ սովորում եմ այստեղ եւ ինձ համար մեծ պատիվ է լինել հայոց բանակի արժանի սպա եւ ծառայություն մատուցել իմ հայրենիքին։ Միանշանակ դժվար է աղջիկ լինելով հավասար տղաների հետ հավասար ամեն ինչ անել, բայց մենք ձգտում ենք դրան, բոլոր աղջիկները անխտիր։ Խոսելով ուսումնական գործընթացի անբաժան մասը կազմող ճամբարային հավաքների մասին, ապագա սպաները անկեղծանում են։ Հայրենիքի պաշտպանը կոփվում եւ կայանում է հենց նման պայմաններում։ Ամեն ճամբարային հավաք յուրովի է, քանի որ ամեն ճամբարային հավաքի ստանում ես նոր գիտելիքներ եւ այն ինչ լսարանում տեսական ուսուցանվում ես, այստեղ գործնականում կիրառում ես եւ ել ավելի ես հմտանում քո գործում։ Դեկտեմբեր ամիսն է, հասկանում ենք բոլորս ցուրտ է, ամեն ինչը, բայց հենց այս պայմաններում է, որ կայանում է ապագա հմուտ սպան։ Մեր ապագա սպաներին իրենց հետագա ծառայության ընթացքում սպասվում է նմանատիպ զորավարժություններ, պարապմունքներ եւ ամենակարևորը, որ անկախ եղանակային պայմաններից նրանք պետք է պատրաստ լինեն իրենց ամրակցված զենքը, սպառազինությունը կիրառեն հմտորեն։ Իդեպ, ականանետով կրակի վարման հմտություններն էին յուրացնում նաև ակադեմիայի համազորային ֆակուլտետի կուրսանտները։ Շեշտում են, մեր օրերում արհեստավարժ սպան պետք է տիրապետի տարբեր զինատեսակների, այդ թվում նաև հրետանային միջոցների գործածման հմտություններին։ Առաջին անգամ էինք կրակում ականանետից, գերազանց տպավորություն էր, միանշանակ շատ ճիշտ մոտեցում է, քանի որ ունենալու ենք մեր վաշտի կազմում ականանետային հաշվարկներ, որոնց պետք է ես ինքս ուսուցանեմ։ Դանիելի հետ համամիտ են նաև մյուս կուրսանտները, որոնք նույնպես անփոխարինելի են համարում ճամբարային հավաքների նշանակությունը, առաջադրած խնդիրները լիարժեք կատարելու պատրաստ սպայի պատրաստության գործում։ Իմ առջև դրված գերագույն խնդիրը լինել արժանի սպա, արժանի զինվոր իմ հայրենիքի համար եւ հանուն դրա պատրաստ եմ հաղթահարել թե շոկը, թե ցուրտը եւ ցանկացած դժվարություն։ Սպան պետք է անկախ եղանակից պատրաստ լինի բոլոր գործողությունների կատարմանը եւ այս ձմեռային հավաքները մեզ շատ կոփում են առաջին հերթին։ Ասեմ ավելին, այդ դժվարությունները մեզ օգնում են լինել լավ զինվորական եւ հետագայում պատրաստ լինել ել ավելիին։ Ներսես Իվանյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Ռազմաբժշկական ապահովման վարչության կազմում գործում է հիգիենիկ համաճարակային ծառայությունը։ Այս ստորաբաժանման նպատակն է զինծառայողների շրջանում համաճարակների եւ բռնկումների դեպքում արագ արձագանքելը եւ համապատասխան միջոցառումներ իրականացնելը։ Բացի այդ, այստեղ կանոնավոր ռեժիմով կատարվում են բանակում խմելու ջրի եւ զինվորներին մատուցվող սննդի մանրէաբանական հետազոտություններ, գնահատվում զորամասերի ճաշացանկի սննդային արժեքները եւ նորմերը։ Մանրամասները ռեպորտաժում։ Նշված է, որ ժամին է կատարել ջրի նմուշարումը։ Եղավ, շնորհակալ եմ։ Ամեն ամիս ծառայություն է բերվում զինված ուժերի տարբեր զորամասերից նմուշարված ջուրը մանրէաբանական հետազոտության համար։ Ստուգվում է ոչ միայն ջրի, այլ նաև զորամասերում մատուցվող սննդի որակը։ Նույն սենյակում իրականացում է նաև սննդամթերքի, այդ թվում պատրաստի կերակրատեսակների եւ կիսաֆաբրիկատների մանրէաբանական հետազոտություն, որը նույնպես բերվում է զորամասում, կատարվում է համապատասխան սանիտարական կանոնների եւ նորմերի պահանջներով։ Ժամանակակից սարքավորումներով ստուգվում է նաև զինվորների ճաշացանկում ներառված պահածոների բաղադրությունը։ Քանի որ մեր միկրոբների աճի եւ բազմացման համար անհրաժեշտ են արհեստական ցնդային միջավայրեր, այս սենյակում իրականացվում է արհեստական ցնդամիջավայրի պատրաստումը։ Այստեղ կլինիկական հետազոտությունների բոքսում իրականացվում է նաև տարբեր տեսակի կենսանմուշների մանրէաբանական հետազոտություն։ Հոսպիտալներից մեզ մոտ ուղեգրվում են զինծառայողներ եւ իրանց ընտանիքի անդամները ըստ համապատասխան ուղեգրի եւ հետազոտությունների, որտեղ ընդգրկված են պաթոգեն եւ պայմանական պաթոգեն միկրոօրգանիզմներ հայտնաբերումը, իրականացվում է այս բոքսում։ Այս բոլոր հետազոտությունները պատշաճ եւ ճշգրիտ իրականացնելու նպատակով ծառայությունը զինված է վարակազերծման եւ մանրէազերծման համապատասխան գերժամանակակից սարքավորումներով։
Հիվանդ զինծառայողը կամ զինծառայողի ընտանիքի անդամներից որևիցե մեկը ստանալով ուղեգիր զինվորական հոսպիտալներից որևիցե մեկից գալիս է նմուշների ընդունման կետ։ Ծառայությունում ոչ միայն վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդություններն են հայտնաբերվում, այլ նաեւ զինծառայողների համար կազմակերպվում է համաճարակային ցուցումով տարբեր վարակիչ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների իրականացումը։ Մարիաբանական լաբորատորիայի կազմի մեջ մտնում է նաև վիրուս լաբորատորիան, որտեղ ՊՇՌ-ի հետազոտություններն է իրականացվում։ Իսկ սանիտարահիգիենիկ լաբորատորիայում կատարվում է զորամասերից բերված սննդամթերքների եւ պատրաստի ճաշատեսակների մանրէաբանական եւ անվտանգության ցուցանիշների հետազոտություն։ Այստեղ նաեւ ստուգվում է, թե արդյոք զինվորների համար պատրաստված սնունդը համապատասխանում է ընդունված ցուցանիշներին, թե ոչ։ Ստուգում ենք նրանց սննդային արժեքը, այնուհետև համեմատրում ենք բաղադրագրին համապատասխանող արժեքների հետ։ Ծառայության նպատակն է զորքերում ապահովել կայուն եւ վերահսկելի համաճարակային ռեժիմ, պահպանել զորամասերում սննդի եւ սանիտարահիգիենիկ նորմերը։ Խմելու ջրերի կամ սննդի հետազոտության արդյունքում, եթե հայտնաբերում են շեղումներ, մեր կողմից անմիջապես գրությունները ուղարկում են ըստ վերադասության եւ զորամասեր ժամանակավորապես արգելվում է տվյալ սնունդը կամ արգելվում է ոչ ստանդարտներին համապատասխան խմելու ջրի օգտագործումը, մինչև հարցի կարգավորումը։ Ռազմաբժշկական ապահովման վարչության այս ստորաբաժանումը մշտապես կապի մեջ է գտնվում զորամասերի հետ եւ վարակիչ հիվանդությունների քանակի ավելացման դեպքում արագ արձագանքման խմբերը համաճարակային ցուցումով տվյալ զորամասերում իրականացում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ։ Իհարկե, սեզոնից կախված մեզ մոտ էլ նկատվում է մի փոքր լարվածություն, սակայն տեղերում իրականացում են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ, որոնք մեզ թույլ են տալիս հնարավորինս սև ժամկետներում ստանալ ճիշտ պատասխաններ, անհրաժեշտության դեպքում նաև իդենտիֆիկացնել հարուցիչները։ Զարուհի Ռշտունի, Հովանես Գրիգորյան, Զինուշ։ Տասնութից 27 տարեկան ես, համարձակ ու վստահ քո ուժերին, ունես նպատակներ, ուրեմն ոչինչ չի կարող կանգնեցնել քեզ։ Ընտրիր նոր հնարավորություն, կանանց եւ աղջիկների համար ներդրված կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը։ Կծառայես այստեղ, բացառապես ուսումնական զորամասում, ծառայության ու կեցության լավագույն պայմաններում։ Ծառայության տևողությունը ընդամենը 6 ամիս, ավարտին 1 միլիոն դրամ պատվովճար։ Ուզում ես մնալ բանակում, շարունակիր ծառայությունը Պաշտպան հայրենիաց ծրագրով 5 տարվա պայմանագրային զինվորական ծառայության հիմունքներով։ Կոտրիր կարծրատիպերը, հավատա, ձգտիր, դարձիր նրանցից մեկը։ Հիմա քո հերթն է։ 2025-ը մեդալաշատ էր զինված ուժերի համար։ Այս տարվա ընթացքում մեծ ձեռքբերումներ են ունեցել պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվող մարզիկները։ Մեր զինվորները մասնակցել են աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին եւ այնտեղից վերադարձել հաղթանակներով՝ ըմբշամարտ, ձյուդո եւ բռնցքամարտ։ Ահա այս մարզաձևերում են մեր չեմպիոնները գրանցել գերազանց արդյունքներ եւ բարձրացրել եռագույնը։ Լաուրա Մամյանի անդրադարձը։ 9 ոսկե, 6 արծաթե եւ 6 բրոնզե մեդալներ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում։ Սրանք 2025-ին զինված ուժերի սպորտային կարևոր ձեռքբերումներից են։ Հաղթանակներ, որոնք ոչ միայն մարզական արդյունք են, այլև կարգապահության, տոկունության եւ ուժի վկայություն։ Այս տարի զինվոր մարզիկները միջազգային հարթակներում կրկին բարձրացրեցին մեր երկրի պետական դրոշը, ցուցաբերելով անզիջում պայքար եւ կամք։ Այս նվաճումները ինչ խոսք ոգևորում են մեր բոլոր զինծառայողներին, քանի որ սահմանին ծառայություն իրականացնող զինծառայողը երբ տեսնում է իր զինակից ընկերը ամենաբարձր միջազգային մրցանակներում մեդալներ է նվաճում, ինքն էլ նույնպես ոգևորվում է։ Սպորտային վաշտի զինվորները փայլուն հանդես եկան հատկապես հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտերում։ Մալխա Սամոյանը դարձավ Եվրոպայի եւ աշխարհի կրկնակի չեմպիոն, իսկ Գասպար Տերտերյանը ոսկե մեդալ նվաճեց մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Մարզիկները բարձր պահելով եռագույնը միջազգային ասպարեզում արժանապատվորեն ներկայացրեցին Հայաստանը եւ զինված ուժերը։
Մեր զինվորները մեր սահմաններն են պահում, իսկ մենք փորձում ենք մեր երկրի դրոշը բարձրացնել միջազգային ասպարեզում սպորտի ձևով։ Հաղթանակը հիմնականում աշխատասիրության, կարգապահության արդյունք է, ջանք պետք է կարողանաս ներդնել։ Շատ հպարտանալի է, որ կարող ես համ զինվոր ծառայել քո հայոց բանակում եւ դրա հետ մեկտեղ կարողանում ես միջազգային գորգերի վրա ցույց տաս քո ուժը։ Շատ կարևոր է մեր համար այդ հաղթանակները, որովհետեւ մենք մենակ սպորտի մեջ չենք, մենք արդեն ծառայության մեջ ենք եւ այդ հաղթանակները շատ պարտավորեցնող էր։ Տարին հաղթանակներով էր նաև ձյուդոիստների համար, նրանք եւս հայրենիք վերադարձան պարգևներով։ Վահե Աղասյանը, որը շուտով կավարտի պարտադիր ժամկետային ծառայությունը, ընդգծում է. բանակի անունը բարձր պահելը մեծ պատիվ եւ պատասխանատվություն է։ Երբ որ առաջի տեղը գրավեցի, կրկնակի ուրախություն էր, որ ծառայության ընթացքում կարողացա գրավել։ Մարզական վաշտի լավ կողմերը նրանք են, որ կարողացել եմ իմ պարապմունքներին ամբողջովին մասնակցել, չեմ բացակայել ընդհանրապես պարապմունքներից եւ կարողացել եմ հայրենիքի պարգևը ինչ-որ չափով տալ։ Բռնցքամարտիկներ Արգիշտի Հակոբյանը եւ Անդրանիկ Մարտիրոսյանը նույնպես ամբողջ տարին անցկացրել են ինտենսիվ պարապմունքներով։ Օրական մի քանի ժամ մարզում, հատուկ սննդակարգ եւ հատուկ պատրաստություն։ Նրանց աշխատանքը եւս արդյունք տվեց։ Հայաստանում անցկացվող Եվրոպայի առաջնությունում նրանք գրավեցին պատվավոր առաջին հորիզոնականը, իրենց հաղթանակը նվիրելով բանակին եւ հայ ժողովրդին։ Սկզբից արել եմ 4 մենամարտ, եղել է առաջինը վրացի, ռուս, սլովակիա ու իտալացի։ Որը դժվար էր, բոլորն էլ ուժեղ մարզիկներ էին, բայց լավ պարապելու շնորհիվ հաղթեցին նրանց։ Մրցել եմ 4 երկրի բռնցքամարտիկների հետ, առաջինը հաղթել եմ ոնց որ Սերբիացու, երկրորդը ռուս բռնցքամարտիկի, երրորդը Իսպանիային, չորրորդն էլ Բելարուս։ Քրտնաջան պարապմունքների շնորհիվ ստացվեց մեր մոտ։ Գնդապետ Արման Դավթյանը շեշտում է, որ այս ձեռքբերումները հնարավոր են դարձել անդադար աշխատանքների, մարզումների եւ մարզիկների անձնական նվիրվածության շնորհիվ։ Սպորտի ծառայությունը իր հերթին անում է ամեն ինչ ապահովելու համար մարզիկների լիարժեք պատրաստվածությունը, մասնակցելու միջազգային մրցումներին։ Տարվա հաջողություններից գնդապետն առանձնացնում է նաեւ սպորտային խմբակների ընդլայնումը, որոնց անվճար մասնակցում են ոչ միայն զինծառայողների երեխաները։ Բանակի կենտրոնական մարզական ակումբի մանկապատանեկան խմբակների սաները ապացուցել են իրենց մրցունակությունը եւ մենք արդեն ունենք մի շարք միջազգային եւ հանրապետական առաջնությունների մրցանակակիրներ մեր երիտասարդների եւ պատանիների շրջանում։ Այս պահին աշխատանքներ են իրականացվում Գյումրիում ծանրամարտի խմբակ բացելու առումով եւ լեռնային տեղանքներում ձմեռային մարզաձևերի զարգացման համար նույնպես խմբակներ ենք պլանավորում բացել։ Հաջորդ տարին նույնպես խոստումնալից է լինելու, շուտով սկսվելու են նախապատրաստական աշխատանքները 2027-ին ռազմական սպորտի միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեան եւ կոնգրեսը առաջին անգամ Հայաստանում կազմակերպելու աշխատանքները։ Սա ոչ միայն կարևոր միջազգային իրադարձություն է, այլև հնարավորություն ցուցադրելու, թե վերջին տարիներին ինչ առաջընթաց է գրանցել Հայաստանի Հանրապետության բանակի սպորտային ծառայությունը։ Լաուրա Մամյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուշ։ Գուրգեն ջան, բարի լույս։ Բարև Գասպարյան ջան, ո՞նց ես։ Ոչինչ։ Չեմ հարմարվում։ 2 ամսով գնում եմ գյուղ։ Մի քիչ ցրվում, մինչև հասկանամ ինչ եմ անում։ Դիա, Գասպարյան ջան, այդ քեզնից չի։ Մի հատ լավ գործ գտի։ Փողը շատ գործնել նախկինից թեթև։ Տենց շատ լավ մի 2 առաջարկ արել են։ Բայց չեմ հարմարվում, 2 շաբաթից ավել չեմ դիմանում։ Քոնը բանակն է, եղբայր։ Աստված քեզ հետ։ Այսօրվա մեր դասը այնքանով է կարևոր, որ եթե տեսականը չյուրացնեք ինչպես որ հարկն է, մարտի դաշտում ունենալու եք լուրջ խնդիրներ։
Ուշադրություն։ Գրոհի առաջ։ Պարոն գնդապետ, որոշել եմ թոշակի անցնել։ Գասպարյան, ես գիտեմ, մի օր հետ ես գալու։ Փոփոխություններ են կատարվել զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին ու պետական կենսաթոշակների մասին օրենքներում։ Զինված ուժեր վերադառնալու դեպքում կենսաթոշակի անցած սպաները կարող են շարունակել ծառայությունն ու պահպանել թոշակը։ Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փաթեթի կարևորության մասին խոսել է Պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ Նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող մեր որակյալ ռեսուրսը ներգրավել զինված ուժերի կարևոր ուղղություններում, պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում։ Քոնը բանակն է, եղբայր։ Խնդրում եմ վերականգնել ինձ ծառայությանը։ Գումարտակ, ավսար, զգազ, ողջույն ձեզ։ Այո, իմը բանակն է։ Եթերում զինուժներ շաբաթվա առանցքային իրադարձություններով հետևեք մեզ նաև վիրտուալ տիրույթում բանակային նորություններին ծանոթանալով առցանց։ Մեր հաջորդ հանդիպումը զինվորական կարգապահությամբ ուղիղ մեկ շաբաթ անց է նույն տեղում նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ։